Ձեզ հետ Մալեցի պոդքասթն է, մեր պոդքասթը կոչվում է Արտաքինը ներսից, քանի որ կարևոր փոփոխությունները սկսվում են հենց ներսից։ Մեր հյուրը Աննա Առաքելյանն է, Պրիմիեր գրուպի հիմնադիր, տնօրեն եւ Պրիմիեր կլինիկայի հիմնադիր եւ տնօրեն։ Ողջույն Աննա։ Ողջույն Աննա ջան։ Ուրախ եմ քեզ տեսնել տաղավարում։ Ես էլ եմ շատ ուրախ։ Շատ սպասված հյուրես։ Ողջունում եմ այդ գաղափարը։ Մենք այս պոդքասթը հիմնեցինք, որպեսզի ավելի շատ կարողանանք ինֆորմացիա տրամադրել մեր լսարանին, եւ նոր լսարանին, եւ ավելի մանրակրկիտ կարողանանք քննարկել արտաքինի, ներքինի կապը եւ նաեւ ինչի՞ չէ էսթետիկ բժշկության ինդուստրիան ներսից։ Կուզեմ նախ ներկայացնես այն մարդկանց համար, քիչ մարդկանց համար կարծում եմ, որ չգիտեն, ինչա Պրիմիեր գրուպը, ինչով ես դու զբաղվում եւ դրա մանրամասները, այսպես ասած, հիմնադրման եւ աշխատանքի նպատակները։ Պրիմիեր գրուպը հիմնվել է 2009 թվականին Երևանում։ Գաղափարապես իրանց ներկայացնում այնպիսի մի գործունեություն, որը թույլ կտա էսթետիկ բժշկությունը դուրս բերել մի այնպիսի մակարդակի, որը որ ոչ մի բանով բաց թողումներ չունենա համեմատելիս այլ երկրների հետ, միջազգային շուկայի նկատի ունեմ էսթետիկ բժշկության ոլորտի։ Ուրեմն Պրիմիեր գրուպը բաղկացած է 3 ուղղությունից հիմնական։ Առաջի ուղղությունը դիստրիբյուցիա եւ կոնսալտինգ, այսինքն մոտ 50 բրենդ ենք ներկայացնում Հայաստանում, որ վերաբերում է էսթետիկ բժշկության ոլորտին, ներկրում ենք սարքավորումներ, բարձրորակ նյութեր, կոսմետիկա եւ կահույք, որը որ համապատասխանում է այս ոլորտի համար։ Երկրորդ կարևորագույն ուղղությունը դա ակադեմիան է, Պրիմիեր ակադեմիան, որտեղ որ մենք վերապատրաստում ենք այս մասնագիտության համար լիարժեք մասնագետներ։ Եվ երրորդը դա կլինիկան է, Պրիմիեր կլինիկան է, որը առաջի հերթին կոնկրետ ինձ համար շատ հետաքրքիր է բիզնես զարգացնելու որպես ոլորտ իդեալական մոդել մշակել եւ կիսվել իմ պարտներների հետ, ում մենք մատակարարում ենք սարքավորումները եւ խորհրդատվություններ ենք հատկացնում։ Այսինքն ես հասկացա, որ Պրիմիեր գրուպը մի, այսպես ասած, իդեալական օրգանիզմ է, որը որ հնարավորություն է տալիս քեզ տեսնել ոլորտը ոչ միայն որպես մատակարար, ոչ միայն հնարավորություն ունենալ կրթել արդեն կարամ ասեմ սերունդներ, կոսմետոլոգների, էսթետիկ բժիշկների, մաշկաբանների եւ այլ ոլորտների, որոնք որ սարքավորումներով են աշխատում, այլև նաեւ պատկերացնել հենց կլինիկայի, այսինքն քո սպառողի տեսակետից։ Օրինակ Մալեցի կլինիկան նույնպես օգտվում է ձեր ծառայություններից դիստրիբյուցիայի եւ սարքավորումների ձեռքբերման հարցում եւ դու տեսնում ես նաեւ այդ պահը, այսինքն ոնց է պացիենտը գալիս, ոնց է օգտվում, ինչ դժվարություններ են առաջանում այս ընթացքում, իսկ այս ամենը միասին է հիմնվել միանգամից, դու հենց այդպես էլ տեսել ես այդ գործը, այդ բիզնեսը, թե հերթականություն է ինչ որ ունեցել։ Չէ, հենց այդպես էլ տեսել եմ, որտեվ մեկը մյուսից անբաժանելի է, միայն սարքավորումներ վաճառելը դա շատ մակերեսորային մոտեցում է, դու չես կարող պատկերացնել որևիցե տեխնոլոգիա, ում ձեռքի մեջ ինքը պետք է լինի, որպեսզի ինքը եւ ֆինանսապես իրան արդարացնի եւ մասնագետի որակավորումը դրան համապատասխանի, որ պատշաճ ինքը աշխատի նման տեխնոլոգիայով եւ դրա հետ մեկտեղ կառավարումը ներսից եւ մարքեթինգի եւ սերվիսի այդ ամենը շատ մեծ կապ ունի, ինչպես այդ ամենը մատուցվի սպառողին, հաճախորդին, պացիենտներին։ Դրա համար ինձ համար շատ կարևոր է, երբ որ սարքավորումը ներկայացված է լինում մեր կողմից որևիցե կլինիկայում, եթե մեզ վստահում են ու ձեռք են բերում մեր բրենդերից, ապա ինքը լիարժեք կարողանա ապահովել իր ձեռքբերման իմաստը, ասենց ասեմ։ Որովհետև այս պահի դրությամբ կլինիկան ինձ ինչ է տալիս, ինքը տալիս է դժվար մոդելներ մշակելու մի բանաձև, որի հետ մեծ հաճույքով կիսվում ենք, որպեսզի հասկանանք ամբողջ այդ ուղին, մենք պետքա ներսից պատկերացնենք ամեն քայլը, ինչպես է դա կատարվում, եւ կատարելագործենք
համ հաճախորդների համար պրոտոկոլներ ենք մշակում եւ այլն եւ այլն։ Ամեն դեպքում մենք կլինիկայում ընտրում ենք մաքսիմալ բարդ ուղի այն տեսանկյունից, որ նման բանաձևեր մինչ այդ չի եղել։ Մենք իրանց մշակում ենք եւ լավագույն իրանց արդյունքները զտած տալիս ենք մեր պարտներներին։ Իմ համար գաղափարը դա էր ի սկզբանե 3-ը համատեղել։ Քանի որ դու հիմնակարերի մոտ ես կանգնած էսթետիկ բժշկության Հայաստանում եւ շատ առաջխաղացում է ունեցել ոլորտը քո հիմնած գրուպի եւ քո շնորհիվ, կուզեմ մի փոքր պատմես ինչպես սկսեց այս ամեն ինչը Հայաստանում, որ թվականներից է առաջին շարժը նկատվել եւ երբ դու հասկացար եւ ինչից հասկացար, որ ուզում ես հենց այս ոլորտում աշխատել եւ հենց այս ոլորտի առաջխաղացմամբ զբաղվել։ Ոնց եղավ այդ կլիկը, ասած ասած։ 2007-2008 թվերներ, երբ որ ես բնակվում այդ ժամանակ Մոսկվայում, եւ Մոսկվան այնուամենայնիվ ցանկացած ոլորտում մի քանի քայլ առաջ է։ Իհարկե։ Այդ ժամանակ այս ոլորտը ինքը երկար տարիներ մինչև երբ որ սկսվեց արդեն ապարատային կոսմետոլոգիայի եւ ներարկումային կոսմետոլոգիայի բումը համաշխարհային, մինչ այդ ինքը ստանդարտ կոսմետոլոգիա էր, որը որ չէր պահանջում տասնյակ տարիներ շարունակ ոչ մի զարգացում։ Սկսվեց մի էտապ, ու իմիջիայլոց այդ էտապը սկսվեց, չգիտես ինչի, սարքավորումներից, որոնք որ մազահեռացումով են զբաղվում այդ տեխնոլոգիաներից, հենց դրանից սկսվեց ընդհանուր առմամբ էսթետիկ բժշկության ապարատային այդ ճյուղը, որից հետո մնացած բոլոր տեխնոլոգիաները սկսեցին զարգանալ։ Եվ ինձ համար, ասենց ասեմ, մազահեռացումը դա ընդհանրապես մազահեռացումը դա էսթետիկա չի, դա պահանջ է։ Ու ելներով նրանից, որ հայ ժողովուրդը օժտված է շատ ավելի քան այլ երկրները այդ հաճույքով, որոշեցի միանշանակ մտածեցի, որ Հայաստանին դա պետք է, շատ պետք է, ու սկսեցինք հենց դրանից։ Այդ ժամանակ 2009 թվականին հիմնեցինք մի կենտրոն, համատեղ դիստրիբյուցիա եւ կլինիկա, որտեղից որ սկսեցինք ներկայացնել այդ սարքավորումը։ Ի սկզբանե նպատակը Premier Group-ի նրա մեջ էր, որ մենք միշտ ապահովենք, то есть մեր միսիան որն էր։ Մեր միսիան այն էր, որ Հայաստանի շուկան ոչ մի կերպ չզիջի այլ երկրները։ Դա մեր միսիան էր, ու մենք մինչև հիմա այդ միսիայի լոզունգի տակ գնում ենք մինչև վերջ։ Այնպես որ ինձ թվում է մենք հաջող կետից սկսեցինք, հասկացանք այս ոլորտը ինչ խնդիրներ ունի, որտեղ արդեն վերջ տեխնոլոգիայից ներկայացնում։ Դա արդեն լազերներ են, օպտիկական էներգիաներ են, այսինքն այդ պահից սկսած պետքա ձևավորվի նոր մասնագիտություն, մարդիկ, ով սկսեն կիրառել, ուզենան կիրառեն այդ գիտելիքները իրենց մասնագիտությունների մեջ։ Նոր էտապը սկսվեց հենց այդ ժամանակ Հայաստանում։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Նոր ոլորտ լրիվ սկսվել, այդ ժամանակից Մալեցի կլինիկան 2010 թվականից, եթե չեմ սխալվում, համագործակցել է Premier Group-ի հետ եւ միասին ձեռք ենք բերել, չէ, ձեզանից LS տեխնոլոգիան առաջին, հա, Syneron ընկերության, Syneron իսրայելական ընկերություն, այո, որը որ կարծեմ այդ ձևը, հա, աշխատանքի հենց իրենն է միայն, հա, եւ իրական LS ապարատներ ունեցել է հենց Syneron-ը, որ հիմա ամեն անկյունում կա եւ հիշում եմ, որ դու ասում էիր, որ ես երբ որ այս ոլորտը հիմնեցի, ուզեցի սկսեմ, ասում էի, որ նույնիսկ շուկայում օրինակ մրգերի վաճառող կինը եւ այլն բոլորը պետք է իմանան LS-ի մասին, այդ աշճան պետքա հասնի։ Հիմա հասել է այդ աշճան, բայց հիմա բոլոր ոչ մասնագետները անում են այդ գործունեությամբ են զբաղվում, ոչ մեկ չգիտի իրականում LS-ը ինչ է։ Այո, խնդրում եմ այս պահը պատմես ինչ է LS-ը, որովհետեւ այս շատ հետաքրքիր է, որ պացիենտներին մի քիչ պատմում եմ, իրանք զարմանում են, հա, շոկահարվում են, որ սա IPL-ա իրականում, սա LS-ա, մի փոքր կբացես փակագծեր, որովհետեւ դու ես եղել հենց LS բերողը իսկական Հայաստան։ Այո, իրականում
Այդպիսի բան եղել է, երբ որ ես ասել եմ 2009 թվականին կգա ժամանակ ու ես ամեն ինչ կանեմ դրա համար, որ Էլոս հապավումը իմանան Հայաստանում բոլորը։ Էլոսը դա տեխնոլոգիա է եւ սեփական բրենդ է Սինյերոն ընկերության, իսրայելական, որը նշանակում է էլեկտրոօպտիկական սիներգիա, այսինքն համատեղ աշխատանք հոսանքի եւ օպտիկական էներգիայի։ Օպտիկական էներգիան իր հերթին կարա լինի IPL կամ դիոդային լազեր կամ ինֆրակարմիր լույս, կապ չունի։ Այդ համատեղ աշխատանքը կոչվում է ELOS տեխնոլոգիան։ Ու այդ ժամանակ, երբ որ ներմուծեցինք այդ տեխնոլոգիան, ես հիշում եմ Մալետին հենց առաջի գնորդներից էր ամենահագեցված պլատֆորմայի ELOS տեխնոլոգիան եւ ֆոտո երիտասարդացում եւ պիգմենտների բուժում եւ անոթների շտկում եւ մազահեռացում այդ ամբողջը ELOS համադրությունն էր։ Ինչի ստեղծեցին այդ համադրությունը, որովհետեւ օպտիկական էներգիան իր հերթին թիրախային կլանվում է մելանինով, մազի գույնով, հա, եւ հեմոգլոբինով, որը որ մեր անոթների մեջ է։ Եվ մենք ֆիզիկայից գիտենք, որ հոսանքը գնում է թիրախային այնտեղ, որտեղ որ ավելի տաք է։ Եթե օպտիկական էներգիան կլանվում է մելանինով, ապա ինքը միանգամից ջերմային էներգիայի է վերածվում, որը իրան սարքում է այլ հյուսվածքների համեմատ ավելի տաք։ Դրա համար հոսանքը թիրախային գնում խփում էր հենց մազարմատին։ Այդ համադրությունը իդեալական էր, շատ լավ արդյունքներ էր տալիս։ Եվ Հայաստանում բնականաբար, քանի որ շատ մեծ պահանջարկ կար այդ ժամանակ, բոլորը ձգտում էին ունենալ այդ տեխնոլոգիան, սեփական որպես բիզնես, ինքը բավականին հետաքրքիր էր եւ շատ արդյունավետ։ Սակայն Սինյերոն ընկերության սարքավորումները բավականին թանկ էին։ Այո, բարձրաժեք էին, այնքան ես հիշում եմ, որ զարմանում էին այդ սարքը, որ գնել էինք ընդհանրապես։ Այո, եւ բնականաբար բոլոր այն ցանկացողները, ովքեր ուզում էին բացեին նոր բիզնես մազահեռացման, իրանք հնարավորություն չունեին։ Այդ ժամանակ լիզինգները չէին աշխատում նորմալ, տենց հնարավորություն չկար։ Դրա համար դիմեցին Չինաստանի շուկա հենց այդ զապրոսով, որ մեզ պետք է ELOS տեխնոլոգիա։ Եվ այդ բրենդի տակ ներմուծվեց բավականին շատ սարքավորումներ եւ այդպես տարածվեց այդ բանը, բայց իրական ELOS-ը Հայաստանում ընդամենը 8 հատ էր։ Դա ELOS չի, դա IPL կամ ֆոտո կամ չգիտեմ, այլ մազահեռացում է, իրանք էլ են այնտեղ էլ է համադրությունը հոսանքի եւ օպտիկական էներգիայի, հոսանքի հիմնականում IPL-ի հետ։ Ուղղակի ELOS-ի Սինյերոն ընկերության ELOS-ի պատենտը ինչումն էր։ Պատենտը հենց նրանում էր, որ իրական ELOS-ը ուներ կրկնակի ֆիլտր, այսինքն 680 նանոմետրից մինչև 980 նանոմետր։ Ինչի է դա շատ կարևոր։ Հենց դրա մեջ էր իր պատենտը, այդ կրկնակի ֆիլտրի։ Որովհետև երբ որ միանում 1000 նանոմետրից ավել է արդեն ֆիլտրը, այդ ժամանակ միանում է որպես քրոմոֆոր նաև ջուրը։ Իսկ մինչև 1000-ը 980-ը միայն թիրախային են մելանինը եւ հեմոգլոբինը, մեր թիրախները, որոնք որ մազի աճի համար ապահովում են մազի աճը։ Իսկ ջուրը ինքը իրանով ամենտեղ, այո։ Հա, դրա համար ինքը նույնպես տաքանում էր մեր մաշկի մեջ եւ ցրում էր հոսանքը, ինքը էլ թիրախային չէր լինում։ Այսինքն բոլոր այլ ELOS-ները, որոնք որ Սինյերոն ընկերությունից չէին, այնտեղ հոսանքը ուղակի բուտաֆորա էր։ Դու կարող էիր զգայր հոսանքի զգացողությունները, բայց իրանք իրանց դերը չէին կատարում։ Այնպես որ Այդ էր հենց պատենտը։ Ստացվում է, որ ավելի այդ վախերը ինչ որ չափով արտահայտվում էր, արդարացվում էր ինչ որ չափով, ստացվում է այդ վախերը, որ ասում են տարածվում է այդ լույսը, տաքությունը այլ հատվածներ, ոչ միայն մազարմատի վրա, հա, այն ապարատների դեպքում, որոնք որ այդ պատենտավորված տեխնոլոգիայով չեն, ինչպես նաև ավելի շատ վնաս է տրվում հարակից հյուսվածքներին, մեծանում է նաև այրվածքների հավանականությունը, կարծում եմ, հա, ճիշտ է։
կա նաև այդպիսի տարբերակ, բայց հիմնականում այստեղ խոսքը գնում է շատ նուրբ մանրակրկիտ տեխնոլոգիաների ստեղծում ընդհանրապես։ Եթե ինչ-որ մի տեխնոլոգիա լուրջ ընկերություն աշխատում է լուրջ ինժեներական թիմի հետ եւ իրանք ունեն նպատակ, օրինակ մազահեռացում կամ օրինակ անոթների շտկում կամ պիգմենտների հեռացում, հա, շատ կարևոր է տևողությունը իմպուլսի, շատ կարևոր է հզորությունը էներգիայի, շատ կարևոր է ջուրը միացնել, թե չմիացնել։ Ջուրը սովորաբար միացում են այն ժամանակ, երբ որ պետք է հասնել երիտասարդացման ինչ որ ծրագիր մենք ունենք անելու, հա։ Այդ ժամանակ մեծ ջուրը պետք է, որպեսզի ինքը տաքանա եւ մաշկի ամբողջ կոլագենի սինթեզ առաջացնի։ Մնացած առումներով ջուրը մեզ այդքան հարկավոր չէ։ Այսինքն արդյունավետությունն է տուժում ամենաառաջի հերթին։ Իսկ երբ սկսվեց այդ հոսքը, հա, ավելի ցածր որակի սարքավորումների, որոնք ոչ թե ցածր որակի նկատի ունեմ, որ իրենք իրենցով են ցածր որակի, այլ համեմատ իրական այդ պատենտավորված տեխնոլոգիաների ցածր որակի սարքավորումների ներկրման հոսքը, որ թվականներից ավելի շատ նկատեցիր այդ ու նկատում ես արդյոք բարդություններ կապված դրանց հետ, որ հաճախ ենք հանդիպում։ Ոչ միայն մազահեռացման մասին չի միայն խոսքը։ Նախ եւ առաջ եկեք հասկանանք ինչ է նշանակում մատչելի սարքավորում եւ թանկարժեք սարքավորում։ Այդ շատ կարևոր է, որովհետեւ մեկ ասում են մերը սերտիֆիկացված սարքավորում է, բայց այդ սերտիֆիկացվածը եսին որտեղ ոչ մի միջազգային ստանդարտի չի համապատասխանում։ Այ ի՞նչ է դա նշանակում, ոնց հասկանա մարդը լավն է թե վատն է իրանց սարքը։ Առաջին հերթին, եթե դու մասնագիտական որևիցե ինչ-որ տեխնոլոգիա ես ընտրում եւ ուզում ես դրանով ինչ-որ հարցեր լուծել, առաջին հերթին քեզ որպես մասնագետ պետք է հետաքրքրի իր հնարավորությունները այդ սարքի։ Դրա համար որոնումներ են անում, փնտրում են այնպիսի արտիկլներ, որտեղ կարելի է գտնել նմանատիպ հետազոտություններ եւ տեսնել տեստավորումները, կարդալ այդ ինֆորմացիան, հասկանալ ինչու՞մն է յուրահատկությունը, ազդեցության մեխանիզմը եւ այլն եւ այլն։ Սարքավորումները, որոնք որ մատչելի են, թույլ չեն կարող տալ այդպիսի խմբեր ունենան, որպեսզի իրանք այդ բոլոր հետազոտությունները կազմակերպեն։ Դա տևում է բավականին երկար ժամանակ, ֆինանսներ եւ այլն եւ այլն։ Դրա համար սարքավորումները, որոնք որ մատչելի են, իրանք չեն կարող թույլ տալ նաեւ իրենց ինժեներական երկարատև որևիցե ռազրաբոտկաներ։ Այսինքն ոնց հասկանում եմ, սենց պատկերացնենք, եթե այդ ընկերությունը լուրջ ընկերություն է ու լուրջ արդյունքներ է ուզում, երկարատև բիզնես է ուզում անի, ինքը մեծ ֆինանսներ պիտի հնարավորություններ ներդնի հետազոտությունների վրա սարքավորման մասով։ Բացի դրանից, եթե ինքը ուզում է երկարատև նաև վաճառքներ ունենա այդ սարքավորման, ինքը պարտավոր է սերտիֆիկացնի դա։ Օրինակ Ամերիկայում դա FDA հայտնի կառույցն է, Ամերիկայում CINA, Ռուսաստանում ռեգիստրացիոննո удостоверение, պետք է ստանա ամեն մի տեխնոլոգիան, որ էլի երկարատև ժամանակ է, գումար է, որ ընկերությունը ծախսում է։ Այսինքն այդ սերտիֆիկատը մեզ ինչ է տալիս։ Տալիս է այն, որ այդ ընկերությունը կարող է մասսայական վաճառել այդ սարքավորումը, որովհետև ինքը ունի իր հակացուցումները, որոնք որ ստուգվել են եւ համապատասխանում են բոլոր լրացումներին, հա, բժշկական տեսանկյունից։ Ինքը ունի բոլոր տեխնիկական ապահովությունները, այսինքն ոչ մի, եթե մենք խոսում ենք օրինակ ռադիոհաճախականության մասին եւ նշում ենք հատուկ խորություն, որտեղ որ ինքը կարող է ազդել որոշակի տարածքի վրա, ապա այն ինչը իր տեխնիկական տվյալների մեջ գրված է, այնպես էլ իրականությանը համապատասխանում։ Հորինված թվեր չեն, որ այո, հորինված գուցե ճառագայ, օրինակ, չգիտեմ, կանդելայի լազերն է, հա, մենք անում ենք մազահեռացում եւ գուցե դա ճառագայթվում է դեպի ձվարաններ, օրինակ, հա, այդ բաները արդեն ստուգված են եւ բազմաթիվ փորձաքննություններ անցած։ Իսկ Հայաստանը ինչի վրա է հիմնվում, քանի որ մենք ինչքանով որ գիտեմ, գուցե սխալվում եմ, չունենք հստակ մարմին, որը անում է այդ փորձաքննությունները, հա, դա
դա նույնպես մեծ ֆինանսների հետ է կապված եւ կազմակերպչական ինչի՞ չէ աշխատանքի, հա, հերթը ոնց որ չի հասել դրան եւ ինչի վրա ենք մենք հիմնվում, հա, ասելով, որ ունենք օրինակ որակյալ սարքավորումներ, ինչ սերտիֆիկացիաների։ Ցավոք սրտի այս պայն Հայաստանը ունի նման կառույց, որտեղ որ սեփական տեստավորումներ անի, բայց ըստ ինձ բավական է կազմակերպությունը ունենա FDA կամ CE սերտիֆիկատները հստակ ու դա շատ հեշտ է ստուգել, երբ որ սարքավորման անունը եւ երկիրը ծագման նույն կայքում կարելի է FDA որոնում տալ եւ գտնել դա։ Ցավը այն է ուղղակի, որ կեղծ սարքավորումները իրանք նույնպես գրում են այն անվանումները, որոնք որ FDA-ում կարող է գտնել։ Օրինակ սոպրանոծիտանիումը, հա, ամենամեծ կեղծվող սարքավորումները LOC-ից հետո, հա։ Այո, FDA կայքում կարելի է գրել, նշել սոպրանոծիտանիում, դու կգտնես, բայց դա Almolazers իսրայելական ընկերության սարքավորումն է։ Եվ ոչ սպառողը, ոչ գնորդը, ովքեր որ կեղծ սարքավորում են գնում, կայքով դա չեն կարող, որովհետև կայքում իրականում գրված է սոպրանոծիտանիում։ Բայց դա շատ հեշտ է հասկանալ, որ եթե դա made in Israel չի, ապա դա միանշանակ կեղծիք է։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում և Apple Podcast-ում։ Իսկ սպառողը, հենց սպառողը, օրինակ ես կամ դու այս ոլորտից չենք գնում ենք որևէ կլինիկա, շատ գեղեցիկ, քաղաքի կենտրոնում գտնվող, այսինքն նույնիսկ այդ ասպեկտներով վստահություններ շնչող ինչ որ sense կլինիկա ենք գնում եւ ուզում ենք հասկանանք, օրինակ իրենք օրիգինալ իրական սարքավորմամբ են աշխատում, որը որ ենթադրում է այդ բոլոր փորձաքննությունները, թե ոչ, ինչպես կարող է սպառողը դրանում համոզվել եւ արդյոք իրավունք ունի, արդյոք չի նեղացնի իր բժշկին, մասնագետին եւ այլն։ Սպառողը միանշանակ իրավունք ունի ծագման աղբյուրը ճշտել սարքավորման, ուղղակի այդ ինֆորմացիան իրան ցավոք սրտի չեն տրամադրի, որովհետև միանշանակ իրանք տեղյակ են ինչ արտադրության սարքավորմամբ են իրանք աշխատում։ Այն ինչը մենք այս պայդրությամբ մեր պարտներներին ապահովել ենք, դա սերտիֆիկատներն են, որ մենք տվել ենք եւ փորձում ենք սպառողին ինֆորմացիա հասցնել, որ հարցնեն այդ սերտիֆիկատները, որոնք որ հավաստիացնում են, որ սարքավորումը օրիգինալ է։ Այն կենտրոններում, որտեղ որ չկա այդ սերտիֆիկատը, որտեղ նշված է սոպրանոծիտանիում, պարտների կլինիկայի անունը եւ Premier Group-ի ներգրավվածությունը, նշանակում է, որ կարող են հանգիստ վստահել այդ կլինիկաներին, որտեղ կա այդպիսի սերտիֆիկատ։ Դա միակ տարբերակն է այս պահի դրությամբ, որ մենք փորձում ենք հասցնել սպառողին այս պահի դրությամբ։ Սարքերից օրինակ ես կլինիկայում որպես բժիշկ աշխատելուց, հա, շատ հաճախ տեսնում եմ օրինակ RF lifting-ը, հա, բոլորին հայտնի Morpheus-ն է, ասենց ասած, հա, այդ որ ասեղիկներով մենք մաշկի խորքերն ենք ներթափանցում եւ ռադիոհաճախականության էներգիա ենք հաղորդում։ RF lifting-ը հիմա շատ թափ հավաքող եւ շատ ցանկալի պրոցեդուրա է կանանց կողմից, ինչու՞ չէ տղամարդկանց կողմից, պոստակն է հետքերի համար եւ այլն, եւ շատերը գալիս են օրինակ կոնսուլտացիա, ասում են ընկերուհիս արել է այդ նույն ձև ասեղներով այդ նույն պրոցեդուրան է, բայց չօգնեց, հա, այդ Morpheus-ն է, Morpheus արել է, բայց նույնն է, բայց չօգնեց կամ ինչ որ այրվածք ստացավ սրանից հետո եւ այլն, հա, ու ես հասկանում եմ, որ շատ հաճախ դա նման որևէ մեխանիզմով աշխատող սարքավորում է լինում, ոչ օրիգինալ կամ այլ բրենդի սարքավորում է, բայց հասարակության կողմից ընկալումը, քանի որ process-ը նման է, նույնն է, որ դա նույն Morpheus-ն է եւ իրանց չի օգնել, այ կուզեի խոսեիր արդյոք կամ վտանգներ ոչ օրիգինալ սարքավորումներով աշխատելիս եւ ինչ վտանգների կարող է պացիենտը հանդիպել կամ ոչ վստահելի բրենդերի, այսինքն կարող է օրիգինալ հենց այդ բրենդի, որը որ գրված է այդ սարքավորումը լինի, բայց ինքը բրենդը վստահելի չլինի եւ ոչ վստահելի բրենդերով աշխատելուց եւ պրոցեդուրաներ ստանալուց պացիենտը ինչ վտանգների հետ կարող է առնչվել։ Բազմաթիվ վտանգների հետ կարող է առնչվել, մանավանդ եթե մենք խոսում ենք ռադիոհաճախականության մասին, հա, RF microneedling-ի մասին,
Նախ եւ առաջ պետք է հասկանալ տեխնոլոգիան։ Եթե մենք խոսում ենք դա ուղղակի ասեղներ չեն։ Ասեղները օժտված են ռադիոհաճախականությունով, որը շատ այդ պլատաները ծիպսաների վրա, որոնք որ տեղադրված են, ապահովում են հոսանքի կետային ազդեցության, այսինքն այնպես պետք է լինի, որ հոսանքը ասեղով իջնի կետով դա ազդեցություն թողնի եւ հետ վերադառնա։ Եթե ու դա կոչվում է impendix-ի հաշվարկում, հիմնականում կեղծ սարքավորումները այդ հաշվարկները չունեն, այսինքն հոսանքը ներտափանցելիս ինքը կարա խաոտիկ շարժումների մեջ լինի, то есть հետ վերադարձ չապահովի, այսինքն գնա կողքի ասեղի, այն մյուս կողքի ասեղի եւ դրանով ստեղծի ոչ ցանկալի ֆիբրոզ, այլ ոչ թե մենք ինչի ենք այդ ստեղծում այդ կետային վնասումները, որպիսի հնարավորություն տանք նոր ռեգեներացիայի մեր մաշկի բոլոր իր հյուսվածքների բաղադրիչների, ստիպենք աշխատի։ Բայց ֆիբրոզը դա ուրիշ հյուսվածք է, ինքը ոչ միայն հետագայում խանգարելու է, ոչ միայն ռեգեներացիայի չի ենթարկվի նորմալ, այլ նաև խանգարելու է այդ հյուսվածքներին նորմալ իրանք գործեն։ Լոկալ մետաբոլիզմը խախտվելու է միանշանակ։ Այդ մեկ, երկրորդը բնականաբար ոչ ճիշտ էներգիայի բաշխումը կարա բերի լուրջ այրվածքների, գեմատոմաների եւ այլն եւ այլն։ Դրա համար ու այն մասնագետները, ովքեր որ ձեռք են բերում նման տեխնոլոգիաները առաջին հերթին, իրանք երբևիցե չեն կարող ստանալ պատշաճ ուսուցում, թե ցուցումների այդ սարքավորման, թե իրենց հակացուցումների, թե ինչպես բաշխել այդ էներգիան, թե ինչ հերթականությամբ կանչել, թե ինչպես մինչ դա, եթե մաշկը չունի ռեսուրս, դա նախապատրաստել, ինչով նախապատրաստել։ Դրա համար ինքը մի հատ sense մեծ կոմպլեքս է, ուղղակի տեխնոլոգիա չի։ Իրան պետքա լուրջ վերապատրաստվել։ Ինձ թվում է այն մասնագետները հիմնականում, որոնք արդեն ունեն այդ բազան, այդ մտածելակերպը, որոնք որ մասնագետ ասելով նշեմ, որ դա պարտադիր պետք է լինի բժիշկ մասնագետ, որովհետև մենք այդ մասնագետ բառը սկսել ենք կիրառել շատ ու շատ մարդիկ մտածում են, որ կարա լինի ոչ բժիշկ եւ մասնագետ RF-ի օրինակ, այդպես հնարավոր չի, որովհետև դա ֆիզիոլոգիայի հետ է կապված։ Կան իհարկե ընդունում եմ, որ բժիշկներ էլ կան, որոնց մոտ չի ստացվում կոնկրետ ինչ-որ ոլորտում ավելի խորանալ, լավ որակ տալ, բայց այդ առաջին նախապայմանն է, որ առաջնահերթ պետքա լինի չվնասելու նկատառումով եւ Ինձ թվում է այդ բազան ունեցող մարդիկ հիմնականում իրանք չեն էլ ձգտում ոչ օրիգինալ կամ վնասող սարքավորումներ ձեռք բերել, հազվադեպ է լինում ավելի այդ համադրությունը, որովհետև ունեն նախ ներդրում արած իրենց կրթության մեջ, եթե արդեն պատկերացնում են մարդու այդ ֆիզիոլոգիան, որ պետք է նախապատրաստել, պետք է պատշաճ հետ պրոցեդուրային խնամք նշանակել եւ այլն, արդեն ինչ որ ժամանակային, ջանքային եւ ինչի՞ չէ ֆինանսական ներդրում է արված այդ մարդու ուղեղի մեջ եւ արդեն ինքն էլ է ափսոսում իրան, որ աշխատի այդ սխալ վատ տեխնոլոգիաներով վնասի պացիենտներին, հետեւաբար նույնիսկ բիզնես տեսակետից եթե նայենք, չունենա երկարատև հարաբերություններ իր պացիենտների հետ, այլ մեկանգամյա այցելություններ, ինչ որ էքսպերիմենտների ձևով։ Մի քիչ կուզեի խոսայինք փողից, ինչի՞ չէ, այս ոլորտում սիրում եմ բժշկությունը շատ առանձնացնել գումարից կամ ինչ որ բանից, որ վայ բժիշկները պետքա սուրբ լինեն, պետքա բոլորին անվճար ամեն ինչ, բայց սա այն ոլորտն է, որտեղ որ հաճույքը եւ բժշկությունը իրար հետ խաչվում են ու պետքա հասկանանք ոնց են ստեղ ձևավորվում արժեքները, այսինքն գումարը, ոնց է ծառայության արժեք ձևավորվում, որովհետեւ մեկ-մեկ թեկուզ Instagram-ով նամակներ մսեմ, օրինակ որ նյութով եք դուք անում ֆիլեր, որ ապարատն է ձեր մոտ, որ եսի միջնա ձեր մոտ, հասկանում եմ, որ համեմատում է պացիենտը գնային առաջարկը, ինչի՞ չէ առաջարկները մենք բոլորս ենք համեմատում ցանկացած բան ձեռք բերելուց, բայց ինչպես է այդ արժեքը ձևավորվում, օրինակ ես էլ եմ աշխատում Morpheus 8-ով, դու էլ ես աշխատում Morpheus 8-ով, օրիգինալ սարքավորում է, օրինակ իմ մոտ արժի այսքան, քո մոտ արժի այսքան, որպես բժիշկ, ծառայությունը, ինչ կոմպոնենտներ է առհասարակ ունենում սուբյեկտիվ եւ օբյեկտիվ ցանկացած էսթետիկ բժշկության ծառայություն գնագոյացման մեջ։
Դու գիտես, որ ես այդ թեման շատ սիրում եմ ու իրականում Premier Group-ը անցյալ տարվանից սկսվել է իրական արժեքը էսթետիկ բժշկության որոնումը, հասկանալով իր ամբողջությամբ խնդիրները, որովհետև ըստ ինձ էսթետիկ բժշկությունը միակ այս պահի դրությամբ ոլորտն է, որը հաշվի չի առնում, որ ամեն ինչը այս կյանքում թանկացել է, դա փաստ է։ Եվ անշարժ գույքը, եւ բոլոր ծախսերը, կոմունալ, սոցերը, նալոգները եւ այլն, ամեն ինչը թանկացել է։ Բացի էսթետիկ բժշկությունից։ Էսթետիկ բժշկությունը այլ տենդենցիայով է գնում, ինքը շատ ավելի մաչելի է դառնում տարի առ տարի, այսինքն եթե մենք նայենք 15 տարվա կտրվածքով, գրեթե ամեն տարի եղել է գնեչիցում։ Միակ ոլորտն է։ Եվ այդ իսկ պատճառով անցյալ տարի մենք հավաքեցինք բոլոր հիմնական կլինիկաների հիմնադիրներին եւ սկսեցինք այդ հարցը բարձրացնել։ Ինչի հետ պետք է կապված լինի գնագոյացումը։ Առաջին հերթին էսթետիկ բժշկությունը, դուք ճիշտ ասեցիք, ինքը խաչվում է բժշկության հետ, բայց դա առաջին հերթին կյանքի որակի միջուղ է, այսինքն մարդ, որ այցելում է էսթետիկ բժշկության որից է կլինիկա, դա ինքը ուզում է բարելավել իր առաջին հերթին կյանքի որակը, այսինքն դա կյանքին անհրաժեշտ ինչ-որ բան չի։ Դրա համար էլ գիտես, այդ մյուս բաները թանկանում են ու մենք ճար չունենք, սենց ասած, իսկ սա կարաս եւ չանես։ Սա կարաս եւ չանես, ինչպես նաեւ կարաս շոր առնես կամ չառնես, պայուսակ առնես կամ չառնես, մեկնես հանգստանալու կամ չմեկնես հանգստանալու։ Երբ որ մենք մեկնում ենք հանգստանալու որից է հյուրանոց, մենք մեզ հարց չենք տալի, ինչի այս հյուրանոցը ավելի թանկ, նա ավելի մաչելի, գոյություն ունի աստղերի բաշխում այդտեղ, որ ամեն ինչով համապատասխանում է։ Նույնպես մեր ոլորտում ցանկացած նոր խաղացող այս շուկայում, եթե մտնում է եւ բացում է նոր կլինիկա կամ դուրս է գալի մի կլինիկայից իր կաբինետն է հիմնում, միակ պայծառ միտքը, որ ծագում է իր մոտ, դա այն է, որ ինքը կարող է կոնկուրենցիայի ենթարկվել միայն եթե գինը իջեցնի։ Այսինքն ինքը ուզում է մրցակցել միայն գնով, այլ ոչ թե իր էքսպերտնստով, իր ներդրումներով եւ այլն եւ այլն։ Եվ մենք ապացուցեցինք, ֆինանսիստ ենք ներգրավել, որ այդ բոլոր հաշվարկները արեց, որ նման ճանապարհը ինքը միանշանակ այս ոլորտը որպես բիզնես ինքը ընդհանրապես հետաքրքիր չի լինելու, որտեղ եկամտաբեր չի դառնում։ Այդ իսկ պատճառով սպառողը պետք է հասկանա, կլինիկա հիմնողը պետք է հասկանա, որ սա մի ոլորտ է, որտեղ որ մենք կարող ենք մեր սպառողի կյանքի որակը բարձրացնել։ Այսինքն միանշանակ, այստեղ ամեն մեկը ընտրում է իր բիզնես մոդելը, իր ունիկալնի предложենյան կոնկրետ այս բիզնեսի մեջ, ինչով է ինքը տարբերվում եւ ըստ ինձ իր գնագոյացումը այդ տարբեր ուղղությունների կլինիկայի պետքա հենց այդ անցած ճանապարհով եւ իր դիրքորոշմամբ գնագոյացումը լինի։ Այսինքն դու որ նիշան ես ուզում գրավել, Louis Vuitton լինել, թե Zara լինել, թե որ գնագոյացման նիշայի մեջ ես դու ուզում լինել։ Ամեն դեպքում որն էլ ընտրում ես, դու պետքա դրան համապատասխանես։ Ու այն սպառողը, որ գալիս է մասնագետի մոտ, առաջին հերթին Եթե առաջ ինքը ընտրում էր միայն սուգուբը մասնագետին, ու գնա այդ մասնագետը ինքը իր այտևից կգա, հիմա սպառողը մի փոքր փոխվել է։ Ինքը ընդհանուր առմամբ է ուզում զգալ որակ եւ սերվիսի տեսանկյունից, եւ մասնագետի որակավորումից, եւ այլն եւ այլն։ Մի քանի ամիս առաջ այդպիսի հարցում էինք արել, ուղղակի փողոցում մոտենում էինք կանանց, խնամված կանանց, եւ հարցնում էինք, արդյոք գտել եք դուք ձեր մաշկաբանին կամ ձեր կոսմետոլոգին, բժիշկ կոսմետոլոգին, 99%-ը ասում էր, հա, ես ունեմ մարդ ու մոտ ես գնում եմ, բայց ես չունեմ այնպիսի մասնագետ, որին ես կասեմ, հա, ես գտել եմ իրան։ Ու հիմնական խնդիրը հենց այդ է, ինչով որ հիմա Premier Group-ը զբաղվում է, եւ ինչպես դու նշեցիր, այնա որ ոչ բժիշկն է իրան
դիրքավորում որպես այնպիսի մասնագետ, ում հետ կարելի է գնալ երկար ճանապարհ։ Ոչ սպառողն է անցալում այդպես բժշկին, որտեվ ինքը իրան տենց չի դրսևորում։ Համաձայն եմ, իմ մասով ասեմ, հա, որ նոր սկսում էի աշխատել, այդ դե երևի բոլոր երիտասարդ բժիշկներին բնորոշ է, երբ որ պացիենտը գալիս է, ինքն է մի տեսակ թելադրողի դիրքում, այն առումով, որ ինքը գալիս է, ինչքան էլ դու իմանաս տեսականորեն եւ նույնիսկ պրակտիկ, հա, բանով, որ իրան ISS բաներն է պետք, դեռ գուցե երիտասարդությունը, գուցե քո դիրքավորման պակասը, հա, քո ոլորտում թույլ չի տալիս, որ դու ասես, այ ձեզ էսա պետք ու էսա պետք ու եթե մենք չենք անելու այն ինչը կտա ձեր ցանկացած արդյունքը, ավելի լավ է չանենք կոպիտ ասած, ինձ չվարկաբեկելու եւ այլն, հա, դու այն որ համաձայնվում ես այդ կիսատ պրոտոկոլներին, չվնասող իհարկե, բայց ոչ լիարժեք արդյունք տվող, ու հետո ես հասկացա, որ դա շատ կարճ ճանապարհ է, շատ արագ եղավ իմ մոտ այդ հասկանալու պահը, որ բայց մի քիչ երկար եւ ծախսատար ուղի է այն մասը, որ դու ուզում ես ճիշտ ճանապարհով տանես քո պացիենտին եւ աշխատես այն պացիենտների հետ, ովքեր հասկանում են, որ պետքա քո ձեռքից բռնեն ու երկուսով գնաք, եթե ուզում եք հասնեք տեղ, հա։ Ոնց հասկացա, դու էլ ես համաձայն իմ հետ, որ միայն տեխնոլոգիաները, միայն լավ սարքավորումները բավական չեն, պարտադիր են, բայց բավական չեն եւ պետքա լինեն ճիշտ ձեռքերում եւ ճիշտ մթնոլորտում, հա, այսինքն մասնագետներ միայն բավական չի, կլինիկան էլ եւ ղեկավարությունը կլինիկայի շատ կարեւոր է, ոնց է դրված կդրվում եւ որ ուղղությամբ ինչ ստրատեգիայով ենք մենք աշխատում պացիենտների հետ, հա, այսինքն մենք ուզում ենք երկար ճանապարհ ունենանք այդ պացիենտի հետ, թե ուզում ենք ինքը գա արագ քիչ թե շատ գումար ծախսի, գնա, հետո մյուսը գա շատ պացիենտներ, թե երկար մշտական պացիենտներ, հա, ու միշտ պացիենտներ որ ասում են, իսկ սա վտանգավոր չէ, միշտ ասում եմ, թավան էլ է վտանգավոր, կարող է թավը վերցնես խփես մեկին, կարող է, չգիտեմ, օմլետ պատրաստես ու շատ լավ գործիք լինի ինքը, այսինքն նույն գործիքը կարևոր է, որ եւ կամպանիան տրամադրի եւ մատակարարը տրամադրի համապատասխան ուսուցում, համապատասխան մասնագետների եւ ճիշտ կիրառվի պացիենտների վրա ու գնագոյացման մասով էլ այդ պահը կուզեմ շեշտեմ, որ այդ հարցը, հա, ինչի է ձեր մոտ այսքան, ընդեղ այնքան, հա, միշտ հարգելի պացիենտներ էկոնոմիան արվում է ձեր հաշվին, այդ լավ հիշեք, երբեք ոչ մեկ անվճար չի աշխատում, այդ մոռացեք, բարեգործական ոլորտ չի սա ցավոք, հա, միշտ որ ասում են, բա ինչի է ստեղ սենց ընդեղն ենք, ես չեմ կարող ասեմ ինչի է տենց, հա, որովհետև ես չկամ այդ օրգանիզմի մեջ, չեմ եղել այդ սենյակում, երբ որ գնագոյացումը տեղի է ունեցել, բայց եկեք դիտարկենք ուրիշ մասնագիտությունների հաշվով, հա, օրինակ ինչ որ մեկը կանտիտեր է, հրուշակագործա, հա, գնացել է Փարիզում ամենալավ տեղը, հատուկ դպրոցում վերապատրաստվել է, ձուն թարմա, չգիտեմ, կարագը օրգանիկ է եւ այլիքը սենց բաներ է պահպանում, հա։ Լավ համեմատություն։ Ինքը երբեք չի կարա օրինակ իր թխած կրուասանը, հա, վաճառի, որովհետև իր ժամը արդեն թանկ արժի, ինքը ներդրում է արել իր ժամի մեջ, իր թխած կրուասանը վաճառի նույն գնով, որով որ վաճառում է YouTube-ով ինչ որ սենց կենցաղային սովորած ինչ-որ մեկը, որի մոտ գուցե վատ չի ստացվում, հա, բայց ամեն դեպքում այն առաջին մասնագետից մենք մշտական նույն որակն ենք սպասում, այդ շատ կարևոր է, այսինքն ինքը միշտ տալիս է ձեզ այդ նույն, դուք գիտեք իրանից ինչ սպասեք, նույն որակը։ Ցանկացած այլ մասնագիտության մեջ էլ ոչ միայն բժշկության, եթե դուք լավ մասնագետ եք, հարգելի պացիենտները իրանք էլ պետք է պատկերացնեն, որ եթե դու լավ իրավաբան ես, դու երբեք այն անփորձի կամ ինչ-որ մեկի արժեքով չես ծառայությունդ մատուցում, նույնը բժշկության մեջ է, հա, այսինքն գնագոյացումը սարքավորում, միջավայր, որի մեջ դու աշխատում ես, ապահովություն եւ մասնագետի գիտելիքներ, եթե արվում է ինչ-որ զեղչեր, արվում է մեծ զեղչեր, հա, ոչ վերաբերմունքի ձևով, այլ մշտական ինչ-որ սենց վիճակ է, ուրեմն արժեք չունի այդ ծառայությունը, կամ գիտելիքի մասով, կամ սարքավորման մասով, կամ սպասարկման մասով, երեքից մեկը տուժում է։ Դա ես մի հատ սենց բան կասեմ, միշտ այդպես է եղել։ Երբևիցե ուզում եք մի քանի դար են կողմ գնացեք, եղել են մասնագետներ գնահատված, որոնց ծառայությունները շատ ավելի թանկ են եղել եւ եղել են շատ ավելի մատչելի։ Այստեղ արդեն բժշկի դիրքավորումից է ինքը ինչպես է իրան զգում, ինչպես է գնահատում իր անցած ուղին։ Եթե անընդհատ ինքը վախենա, որ իր արժեքների պատճառով, գների պատճառով ինքը հնարավոր է պացիենտներ երկարատև չվարի,
այդպես է լինելու, ինքը հավաքելու այնպիսի պացիենտներին, որոնց համար գինն է կարևոր լինելու։ Իսկ այդ միշտ կլինի այլ առաջարկ։ Այսինքն, չէ, միշտ եղել է Աննա ջան, ու միշտ կլինի դա։ Դա երբևիցե գլոբալ չի փոխվի։ Դրա համար ես գիտեմ դու ինչ ճանապարհ ես անցել, ես գիտեմ քո դիրքավորումը, ես վստահ եմ, որ դու երբևիցե պացիենտի քանակության խնդիր չես ունենա, ու նման այլ մասնագետներ ճիշտ է շատ չէ, բայց կան Հայաստանում, հա։ Այո, կան ու շատ։ Դրա համար ոչ մի դա խնդիր չի, դա ընտրության հարց է եւ դիրքորոշման հարց է, ինչպես պացիենտի կողմից, այնպես է մասնագետի կողմից, այնպես է կլինիկայի կողմից։ Դրա համար ես միշտ կոչ եմ անում ամեն դեպքում ու ունեցել եմ այդպիսի աչքիս առաջ օրինակներ, երբ որ մտափոխվել են, դիրքը փոխել են ընթացքում, то есть մինչև այդ ավելի շատ կողմնորոշված էին գնի մասով, то есть դա էր որոշիչը իրանց գնա գոյացման, իրանց վարքի, իրանց տեղի, իրանց դիրքի, հա, եւ տեսնելով այլ օրինակներ, ուղղակի sense տրանսֆորմացիա են ապրել եւ դիրքը փոխել են իրանք իրանց թույլ են տալիս հիմա բարձր գներ հնչեցնել։ Իհարկե, երբ որ մենք ասում ենք բարձր գներ, եթե ինձ հիմա սպառողներն են լսում, ամեն ինչը ունի իր արժեքը, ինչպես դուք եք ասում, համապատասխան գներ, ոչ մեկ արհեստական, ասենց ասեմ, ոչ մի այլ բան չկա այստեղ, այնպես որ սա իմ ու քո այդ պատկերացումը այս ընթացքի շատ համահունչ են ու ինչ որ դու ասում ես, ես շատ ընդունում եմ դա։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Հետո գիտես, օրինակ այդ կրթության, հա, վերապատրաստումների մասով էր, որ ասում ես դիրքը, այո, մասնագետները կարող է սկզբում բռնեն այդ ուղին, որ ավելի մատչելի բան, որովհետև իրանց էլ է պետք ֆինանսական support, որ պատժ կա, որ իրանք կարանան եւ վերապատրաստվեն եւ այլն, բայց երբ որ դու քո առաջին գումարները աշխատած ներդնում ես քո վերապատրաստումների մեջ, որոնք այս ոլորտում ժողովուրդ ջան, էժան չի լավ վերապատրաստումը, հա, բոտոքսի տարական են on-line կուրսերը, որոնք դու անցնում ես on-line չեմ ասում իրական, հա, եւ դեռ չես աշխատում մոդելների հետ, հա, երբ որ դու ասում ես advanced կուրսեր լավ մասնագետների մոտ, սկսվում են $2000-3000-ից, դու on-line դա վճարում ես ու լսում ես այդ կուրսերը, հա, ել չասեմ, որ պետք է մոդելներ հրավիրես, իրենց հետ աշխատես եւ այլն, դա նույնպես ծախսատար է, եւ երբ որ մենք վճարում ենք բոտոքսի համար անասանելի մատչելի գին, պետքա պատկերացնենք, հա, այս մասնագետը օրինակը կարողանա տարվա ընթացքում որևէ վերապատրաստման համար այդ իմ վճարածից եւ գումար հատկացնի եւ ապրի եւ էս անի եւ այն անի, դա վախենալու է, պետքա էդ էլ հաշվի առնենք ու մտածենք, հա, մի հատ տենց ծանոթ ունեմ, տենց հետաքրքիր է մանկաբուժի մոտ էր տանում երեխուն, մեկը սկսեց չտանել հայտնի անունով ինչ որ մեկի, ասում եմ լսի, բա ինչի չես տանում, այդտեղ սենց անում, զանգեցի ուրեմն ասում է օգնականին, որ զանգում, մի անգամ չասեց, էս ինչ անը վերապատրաստման է, դրա համար չի կարող ձեր երեխային, դու երբեք վերապատրաստման չի, դրա համար չեմ տանում, իսկ աշխարհը առաջ է գնում, դրա համար կուզեմ շատ լինեն տենց մտածող պացիենտները, հա, եւ իմանամ, որ դա էժան չի, հետեւաբար եթե մասնագետը ներդնում է անում իր մեջ, հա, ֆինանսական, դա տրամաբանություն է անկախ ոլորտից, որտեղ դու աշխատում ես, դա կլինի, չգիտեմ, դիզայներ, իրավաբան, ինչ որ մի արհեստի ներկայացուցիչ, հա, եթե դու ներդրում ես անում, ուզում ես աշխատանքը նաեւ գումար աշխատելու համար, հանես այդ ներդրումը եւ աշխատես երկարաժամկետ քո նոր հմտություններում։ Դրա համար կարծում եմ այդ տրամաբանություն է, որ չի կարող որակյալ ծառայությունը լինել միջին գնից շատ ցածր շուկայի, հա, խոսքը լիցենզավորված կենտրոնների մասին է իհարկե։ Դե միանշանակ, այդ նույն բանն է, հիմա եթե դու վերապատրաստվում ես այլ մասնագետների մոտ, այլ երկրներում շատ ավելի թանկ ես վճարում դրա համար, ապա կան նրանց մասին, ովքեր գնով են, հա, միշտ օրինտացիանում, իրանք կգնան կվերապատրաստվեն որևիցե մասնագետի մոտ, ստեղ, ցանկացած, ով ամենամատչելին է, ով ամենամատչելին կանի
այդ ուսուցումը։ Ու իրանք կշարունակեն այդ մատչելի ու այդ ճանապարհը, այո։ Բայց այն ովքեր հասկանում են թե բոտոքսը ընդհանրապես ինչ է, դա բոտուլինը տոքսինը ըստ ինձ ուղղակի ես երջանիկ եմ, որ իրանք կիրառում են նաև էսթետիկ բժշկությունում, ոչ միայն նևրոլոգիայում, հա, որովհետև այնպիսի յուվելիրնի աշխատանք կարելի է ստանալ բոտոքսով։ Ուղղակի պետք է իմանաս չափսը, նյութի տեսակը, կետերը, որտեղ ներարկում ես, ու դու կողքիներդ ուղղակի չեն հասկանա ինչ են արել, բայց դու ստանում ես նրբացած մի քանի տարով երիտասարդացված դեմք, նաև մաշկի որակն է լավանում, եթե ճիշտ են անում։ Հազար մի բան կա, սիրած գործիքներից է իրականում, որ ասում են, որ ներարկում այնից ինչ կտան իր հետդ, ինչ որ անմարդաբնակախսի, միշտ ասում են բոտոքսը, որովհետև իրանով կարելի է նույնիսկ ֆիլերին մոտեցնող ինչ որ էֆեկտներ ստանալ, եթե ճիշտ իրան կիրառես։ Եթե մենք չփոխենք մոտեցումը հաճախորդին ու պացիենտի տվյալ դեպքում, որ իրանք գնով չառաջնորդվեն, այսինքն չասեն նյութի գինը ինչքան է, ինչի նյութի գինը ինչքան է, որ այսքանով եք անում։ Նյութի գինը ընդհանրապես ինչ կապ ունի դրա հետ։ Բացարձակապես դրա հետ կապ չունի։ Եթե ինքնարժեք ենք հաշվում, ապա ոչ միայն նյութի ինքնարժեքն է պետք հաշվել, պետք է հաշվել ամբողջ այն նախորդ ծախսերի, որ բերել է այդ մասնագետին, որ կարող է այդ պրոցեդուրան անել լավ։ Իսկ սպառողը գիտի, որ օրինակի համար նույնիսկ որակյալ բոտուլինը տոքսինը, եթե անամնես չհավաքել պացիենտից, ինքը կարող է բերել անաֆիլակտիկ շոկի։ Այո, էլեմենտարն է։ Բացի դրանից, ես հաճախ նշում եմ, որ օրինակ սպառողները, որ երբեմն լինում է հիմնականում հիմնասանց տպավորություն կստեղծվի, որ ինչ-որ տիեզերական գներ են մեր կլինիկաներում, դրանք համապատասխան գներ են իրանց ծառայություններին։ Մենք աշխատում ենք օրինական ոլորտներում եւ վճարում ենք հարկեր, ինչպես միշտ, ինչպես բոլորը, եւ հուսամ բոլորը ավելի շուտ, եւ էդ էլ, հա, հարկերն էլ մեծ կտոր են կազմում ծառայությունների ձևավորման, հա, ու որ ես մեկ-մեկ հնչում է ամեն դեպքում այդ հարցը, իսկ ինչի այսքան, ինչի այնքան, հա, հետաքրքրության համար էլ մեկ-մեկ շատ նվիրված, շատ սիրող պացիենտ ասում է, հետաքրքիր է, էլի Աննա ջան, ինչի է օրինակ, սենց ոնց կարան այդ նույն ծառայությունը այս գնով պատուցեն, ասում եմ, օրինակ մենք դուք կասովի չեկը խփեցինք, մենք վճարում ենք հարկեր արդեն, չէ՞, դրանից այսքան տոկոս, բավական մեծ տոկոս հարկ ենք վճարում, ու մեկ-մեկ ինձ թվում է, որ ես այդ ասում եմ, մի տեսակ պացիենտի մոտ հա թքածուն եմ, ասած ասած վճարում եք, վճարեք, ձեր համար եք վճարում հարկեր, ոնց որ ձեր գործունեության համար եք վճարում, ինձ ինչ, ես հենա կգնամ, այնտեղ ավելի մատչելի առանց չեկի բան կսպասարկվեմ, բայց մի բան եմ ուզում ասեմ, որ այն մարդը, ով որ անօրինական դաշտում է ինքը աշխատում, մեծամասամբ, հա, այսինքն եզակի դեպքերի մասին չի խոսքը, այդ մարդուց կարելի է սպասել շատ բաներ, այսինքն պատասխանատվության կրելու մասով, հա, այսինքն մարդը ոչ մի պատասխանատվություն դրանից հետո, եթե որևիցե բարդություն է տեղի ունենում, իրանք չեն կրում։ Այո, ոչ չեք կա, ոչ բան կա, ոչ դրություն կա, մի օրում սիրում փակում է բանալիով եւ վերանում է հեռախոսը անջատում է եւ վերանում է եւ դու ոչինչ չես կարող անել, լավ, կարող է դատարաններով գնաս, ինչ որ շատ խորանաս, հա, օրինական ինչ որ մարմիններ ներգրավես, բայց ով է ուզում այդքան չարչարվի, հա, ավելի լավ է գնալ այնպիսի տեղեր, որտեղ այսպես ասած տեր ունես գլխիդ ու այդ մի օրանոց ինչ որ կլինիկա չի, որ ասես մի վայրկյանում այդտեղ կա արած ներդրում, ժամանակային, էմոցիոնալ, ֆինանսական եւ կապսոսան մարդիկ մի կոնֆլիկտի պատճառով այդ ամեն ինչը փչացնել, էդ էլ է կարեւոր, որ օգտվեն այն տեղերից, որոնք օրինական ոլորտում են աշխատում, շատ կարեւոր մաս է սա, եւ այդ հարկերը, որ ասում եմ, դա մեր համար չի մենակ, դա ընդգծում է օրինականությունը քո գործունեության, եւ եթե դու օրինական ոլորտում ես, դու կորցնելու բան ունես, այդ շատ կարեւոր մաս է ինձ թվում է։ Իսկ քո կարծիքով ոչ մեկ չի հանում գների դեմփինգ այդ գաղափարը, հա, եւ այդ բիզնես մոդելը, երբ որ շատ ցածր գին են դնում, թեկուզ ֆինանսավորելով իրանք ներսից իրանք ծառայությունը, ասենք թե բժշկի աշխատավարձը տալիս են ամեն ինչ տալիս են եւ շատ ցածր գին են դնում, որ հաղթեն կոնկուրենտներին, հա, այդ գաղափարը արդյոք հնարավոր է Հայաստանում կարգավորել, որպիսի ընդհանուր ոլորտը մնա, հա, ճիշտ հարթության վրա, թե ամեն դեպքում հնարավոր չի։ Միանշանակ այդպես լինելու է, որովհետև
այն մարդիկ, ով աշխատում են այդ մոդելով, որը հիմա հնչեցրեցիր, իրանք ուղղակի փակվելու են, որովհետև ցանկացած ֆինանսական, եթե մի փոքր գրագիտություն կա եւ ուղղակի թվերը հաշվում են, այդ մարդիկ ուշ թե շուտ փակվելու են։ Անհնար է մնալ կոնկուրենցիայի մեջ, առաջատար բարձր որակավորված սերտիֆիկատներով կլինիկաների հետ, որոնք որ այդպիսի բարձր ծառայություններ են տանում ու ճիշտ գնագոյացում ունեն, իրանք միշտ լինելու են։ Այդ դեպքում կլինիկայի ղեկավարը, երբ որ ասենք բացի նրանից, որ իր գրպանի փողն է աշխատում, այնպես էլ կուզենա, որ կլինիկան զարգանա, դեպքում նույնպես կունենա հնարավորություն ներդրումներ անի, կուղարկի իր բժշկին Ամերիկա, կուղարկի Եվրոպա, կհրավիրի իր կլինիկա առաջատար բժիշկներին, որպեսզի լավ տրեյնինգներ, վերապատրաստումները միշտ լինեն, իրանք միշտ մի քանի քայլ առաջ լինեն։ Իսկ այն կլինիկաները, որոնք որ չեն ունեն այդ հնարավորությունը, որտեղ սխալ գնագոյացում է ի սկզբանե ստեղծվել, հա, իրանք այդ ներդրումները չեն կարողանալու անել եւ միշտ մի քանի քայլ հետ են լինելու։ Ամեն դեպքում ըստ ինձ, տեսեք, միշտ բիզնեսի տեսանկյունից եթե ասենք, դու ընտրում ես, դու աշխատում ես մաս մարքետի վրա, թե դու աշխատում ես ավելի բարձր սեգմենտի վրա, պլատիժեսպասողնի սեգմենտի վրա։ Եթե դու ընտրում ես ու դու կարող ես ընտրել մաս մարքետի բիզնես մոդել, լրիվ իրավունք ունես եւ կա այդպիսի հատված, որը այնպես չի, որ քիչ եկամտաբեր է, բայց այնուամենայնիվ ինչ որ բաներով ինքը պետքա զիջի, որովհետև շատ ավելի մատչելի է, քան այն։ Այստեղ արդեն սպառողի ընտրությունն է, որտեղ ինքը այցելի։ Դրա համար ըստ ինձ ավելի շատ մենք պետք է սպառողին կրթենք այդ առումով, то есть մեր առաջատար կլինիկաները, մեզ որպես դիստրիբյուտորական ակադեմիա ունեցող ընկերություն եւ կոնսալթինգի առաջատար ոնց որ առաջնային ավելի շուտ մեր խնդիրները պետք է լինի, որ մենք սպառողին կրթենք։ Ուստեղ մենք չենք կարող, ասենց ասեմ, այդ մեր համար է ծանր այս խոսակցությունը։ Իրանց պետք է հասցնել շատ ավելի թեթև, իրանք չպետք է այդ ծանրությունը զգան ամեն դեպքում։ Մենք շատ ենք ծանրացնում, որովհետև մեր առօրյայի մեջ է դա։ Իրանց մի այնպիսի ուղիով է պետք դա հասցնել, թեթև, որակով, ամենակարևորը, ու այդ դեպքում հուսամ, եթե մենք շատ ամենտեղ դրա մասին խոսանք, կգա ժամանակ եւ իրանք ճիշտ ընտրություն կանեն։ Ես համաձայն եմ, ի սկզբանե էլ այդ ուղղությունը եւ մայրս որպես հիմնադիր է ընտրել, հա, ինքը իր բնույթով է տենց եւ մեր կլինիկան է ворթեգրել ավելի էքսկլյուզիվ ծառայությունների, ավելի ճիշտ պրոտոկոլների համադրություն, այսինքն մենք նայում ենք պացիենտին ինչա պետք իր նպատակին հասնելու համար, այլ ոչ թե իրան ինչա հարմար այդ պահին անել։ Խոսքը սիրելիներս ստիպողաբար պրոցեդուրաներ անելու մասին չի, իհարկե այդ ամեն ինչը քննարկվում եւ բյուջեն եւ քայլերը եւ այլն, ուղղակի մենք առաջարկում ենք իրոք այն, ինչը որ կօգնի հասնել այդ նպատակին, ոչ թե ուղղակի սենց կետ դնելու համար, որ ահա դեմքի խնամքել արեցի, տենց պրոցեդուրաներ եւ ընտրել ենք այդ էքսկլյուզիվությունը, ոչ թե մաս մարքետ ճանապարհը, բավական հեշտ է իրանից շեղվել, ասեմ Աննա ջան, որ անընդհատ քեզ գայթակղություններ ա գալիս, որ հոգնել եմ արդեն, ոնց որ անընդհատ այդ կրթելու process-ը երկար ճանապարհ է ամեն դեպքում, հեշտ չի, իսկ մաս մարքետը արագ արդյունքներ ա, թե ինչքան ժամանակով այդ չգիտենք, բայց ամեն դեպքում ավելի արագ է ընթացքը գնում, օրինակ ուսուցումների մասով ասեմ, հա, որ ուսուցումներ անցկացնում եմ բժիշկների համար, դա ներարկումներն է, դա ապարատային ինչի՞ չէ, կոսմետոլոգիան է եւ այլն, պրոտոկոլները, այո, այդ ամեն ինչը որ անցկացնում եմ, հա, ես նպատակ էի դրել իմ առաջ, որ մասնագետը եթե դուրս եկավ մալեծի ուսուցումից, հա, այս դեպքում
դեռ ինդիվիդուալ է, շուտով կլինի նաև այլ ուղղություն, պետքա լինի պատրաստ մասնագետ, այսինքն ինքը չպետք է լինի ինչ-որ սկսնակ level կամ հետո գա advanced դառնա, հա, պետքա լինի պատրաստ մասնագետ, որը որ խնդիր չունի վախենալու պացիենտի հետ աշխատելու իր ինչ-որ չիմացության մասով, օրինակ բոտոքսի մասով ամբողջապես բոլոր զոնաներն է ուսումնասիրվում, բարդությունները եւ այլն, բայց հետո տեսա որոշ բժիշկներ, որ ուսուցումներ անցկացնում են եւ շատ պոպուլյար են իրանց ուսուցումները, իրանք էլ շատ լավ մասնագետներ եւ շատ մակերեսային է գնում այնտեղ ուսուցումը, հա, այսինքն ինչ որ հիմնական դրույթներ սովորում է բժիշկը, որը դեռ դրա մասնագետը չի եւ ինքը չի էլ հասկանում, որ քիչ է դեռ սովորել, հա, չի էլ հասկանում, որ մակերեսային է անցել իր ուսուցումը շատ, ու օրինակ դա արագ բերում է եկամուտ սովորացնող մասնագետին բժշկին, հա, ու երբեմն այս ճանապարհի վրա ասենց ասում էի, ինչի էլի, ինչի ես քեզ կոտորում սենց ասած, հա, նույն բանը չի, ինչի համար այդ ժամանակը ծախսես, բան, հետո էլի հետ էի գնում, որովհետև մտածում էի, որ չէ, ամեն դեպքում պետքա ճիշտ ճանապարհով շարժվենք ու լավ մասնագետ պատրաստենք։ Այ այդ ճանապարհին ինչ խորհուրդ կտաս բժիշկներին, ոնց չհանձնվեն իրանք, ոնց իրանց թարմացնեն անդադ ասեն, չէ, ասենք Աննա մի հանձնվի, մի գնա սխալ ճանապարհով։ Ասեմ ձեզ, այդ երբ որ ասեցիք mass market exclusive կլինիկա եւ ձեր մայրիկի ուղին պատմեցիր, այստեղ մի հատ շատ հետաքրքիր բան կա, իրականում ինչ է իմ համար, հա, էքսկլյուզիվը։ Օրինակ իմ համար էքսկլյուզիվը դա այն է, երբ որ դու ինչ որ մի բան ստեղծելիս քեզ տեսնում ես որպես սպառող առաջի հերթին, հա։ Եթե դուք ստեղծում եք կլինիկա կամ ես ստեղծում եմ կլինիկա, դուք ստեղծում եք իրան ձեր համար, ես ստեղծում եմ, այսինքն ես որպես սպառող, ինչ կցանկանայի տեսնել այդ կլինիկայում, ինչպիսի մոտեցում ես կուզենայի ստանալ։ Դա քո անձնական էքսկլյուզիվն է, նույնն էլ ուսուցումը։ Դա շատ կարևոր է, ես անչափ ուրախ եմ, ողջունում եմ, որ ինչի ես դու ընտրել ուսուցանել մարդկանց, որովհետև ինքդ անցել ես երկար ճանապարհ ու հիմա հասկանում ես, Premier Group-ի հետ, այո, եւ հիմա հասկանում ես ինչպես դու կուզենայիր, որ իրականում դա քո հետ լիներ, իրականում կա այդ քո հետ լիներ, դրա համար դու այդ մոդելը ընտրելով ու ինքը շատ ճիշտ ու լավ մոդել է, որովհետև դու ներսից անցել ես բազմատար մի քանի տարի շարունակ անցել ես այդ ճանապարհը ու հիմա պատրաստի լուծում ես տալիս, որովհետև դու կուզենայիր, որ քո հետ է այդպես լիներ, ի սկզբանե։ Իրականում հենց այդ է միշտ լավ բաների եմ հանդիպել։ Հենց այդ է այդ ներքին մոտիվացիան, երբ որ դու մտածում ես ոնց բժիշկներին այդ հարցը որ տվեցիր, էլի, մոտիվացնել, ինչպես դրան հասնել, ինչպես հասկանալ, որ ուղին է։ Ամեն մարդու ուղին այն է, ինչ ոլորտում ինքը աշխատի, որ ինքը ստեղծելուց այդ մի բանը, իր քայլը անելուց, խոսքը ասելուց լինի ի սկզբանե այնպես, որ ինչպես ինքը իր համար կուզենար դա լիներ։ Ինձ թվում է դա ամենամեծ ու լավ մոտիվացիան, ոչ մեկ չգիտի ներքուստ դու ինչպես ես քո համար ցանկանում։ Ու երբ որ դու դա ցույց ես տալի, հենց դա էլ դառնում է էքսկլյուզիվը, հենց դա էլ քեզ մաքսիմալ մոտիվացնում է, հենց դու մենակ դու գիտես դրա վերջնակետը որտեղ է, նպատակը որն է։ Ըստ ինձ այդպես կարող եմ պատասխանել այդ հարցին։ Իմ բախտը շատ է բերել այն հարցում, որ իմ առաջին ուսուցումները սկսել եմ Premier Group-ում, Մալեդի կլինիկայում եմ անցել, շատ լավ ուսուցիչներ եմ հանդիպել իմ ճանապարհին, կարամ ասեմ, որ չի եղել մի բան, որ ես ասել եմ, որ այսինչ բանը պակաս է, այս տրվել ինձ, հա, ես էլ հետաքրքրասեր եմ իրականում հարցախեղտ եմ անում եւ դասախոսներին եւ բժիշկներին, որոնց մոտ վերապատրաստվել եմ, դրսում էլ շատ հետաքրքիր փորձեր եմ ունեցել ու չի եղել բարեբախտաբար մի հատ դեպք, որ ես գնացել եմ ինչ-որ ուսուցման կամ ինչ-որ բան եմ կուրս եմ վերցրել ու ասել եմ, այս սենց չարժեր
չարժեր էս մեկը, իր արժեքը կամ իր ժամանակը, որ ես տրամադրել եմ դրան, չարժեր ու երևի ճիշտ էս, որ ես կուզեմ նույն ձև էլ լինի ուրիշների հետ, հա, նույն բանը լինի ուրիշների հետ, նույն ճանապարհները բացվեն ուրիշների համար, որովհետև էդ էլ շատ կարևոր է, որ մարդը արդեն պատրաստված լրիվ դուրս գա ուսուցումից ու ինչ որ արժեքներ էլ ներարկվեն իրան, ոնց որ արվում է ձեզ մոտ, հա, ոնց որ կլինիկայում է արվում, որ ներարկվում է այդ արյան մեջ բժշկի ու մասնագետի, որ կիսատ ծառայություններ, այն ինչը որ սենց է, միջակա, էսայինա պետքա չանել, ավելի լավ է հրաժարվել, քան թե անել կիսատ պրատ ինչ որ բաներ, ու կուզեմ, որ մեր երիտասարդ մասնագետներն է, որոնք նոր սկսում են այս ճանապարհը, փորձեն քայլել այս ճանապարհով, որովհետև դա կտա ձեզ երկարաժամկետ արդյունքներ։ Ավելի կարճ ժամանակում այդ ուսուցումը կանցնեք, որովհետև այդ ճանապարհով արդեն մի մարդ, որ անցել է ճանապարհ մի քանի տարի ու զտած այդ ինֆորմացիան տալիս է, դա շատ գնահատելի է։ Ես էլ իմ հերթին ասեմ, որ ես շատ երջանիկ եմ, ուրախ եմ, որ ժամանակին քո մայրիկի հետ հանդիպեցինք տարիներ առաջ եւ դու դեռ այդ ժամանակ փոքր էիր, բայց հենց որ ես իմացա այս ոլորտում ես շարունակելու, ամենասկզբից գուշակեցի, որ լինելու ես առաջատար ամենապերսպեկտիվ բժիշկներից մեկը Հայաստանում, դու գիտես, որ մենք դրա համար հենց նոմինացիա ենք քեզ հանձնել եւ լիարժեք արդարացնում ես այդ պատասխանատվությունը։ Այո, շատ ուրախ եմ։ Ուսուցումով, բայց էլի վերադառնում եմ բանին, որ այդ ամեն մասնագետի ընտրությունն է, ինքն է ընտրում լինել վատ մասնագետ, միջին մասնագետ, լավ մասնագետ, թե ամենալավ մասնագետ, համար մեկ մասնագետ։ Դրա համար ինչը որ պակասում է, մեր ակադեմիայից էլ եմ նկատում, դա ներքին մասնագիտական ամբիցիաների պակասն է, երբ որ ինքը չունի այդ ձգտումը, ինքը չի հասկանում, ինքը հա զբաղվում է այս գործով, բայց ինքը իր կատարելագործված վերսիան չի տեսնում իր ուղեղում։ Չի պատկերացնում ուրա գնում։ Չի պատկերացնում ուրա գնում։ Դրա համար ինքը ուր ընկնի, ինչ դասերել ընկնի, ինքը ասել է դժգոհ է լինելու, որտեվ ինքը ընտեղից դուրս է գալու, իր սպասելիքները ուրիշեր ինքը ուզում է դուրս գա լիարժեք մասնագետ, այնտեղ բայց այդպիսի կուրսեր չկան, որ քեզ ամբողջ կյանքի փորձը փոխանցեն։ Դրա համար եք դուք գնում տարբեր տեղեր, ամեն տեղ, նույնիսկ ամենա կարճատև ինչ-որ ուսուցումից դու կամ մի հատ փոքր խոսակցությունից մի հատ նենց միտք կարող ես վերցնել, նենց գաղափար կարող ես վերցնել, որ քո կյանքի ուղին փոխի։ Դրա համար շնորհակալ է պետք լինել եւ այո, էսթետիկ բժշկությունային ոլորտն է, որ պետք է սովորել ընդմիշտ, չկա այդպիսի բան, որ ահա գնացի սովորեցի, հիմա ես այն էլ հիմա ոնց է աճում ամեն ինչը։ Դրա համար ինտենսիվությունն է ֆանտաստիկ արագությամբ զարգանում էսթետիկ բժշկությունը եւ քանի որ խոսքը գնում է եւ տեխնոլոգիաների եւ նյութերի, որոնք որ արդեն խորացել են, տես բիոմոդուլյացիաներ են, ռեմոդուլյացիաներ են անում, то есть բջջային մակարդակով ազդեցություն ունեն նյութափոխանակության կամ այս կամ այն process-ների վրա։ Դա գիտություն է։ Իսկ գիտությունը չես կարող կանգնացնել, ասել, ահա, մենք հիմա ամեն ինչ գիտենք։ Տենց բան չկա։ Դրա համար չէ, տրամադրվեք այն մասնագետները, ովքեր այս ոլորտում են, որ սովորելու եք ամբողջ կյանք, եւ ամեն տարի կատարելագործվելու եք եւ այն եւ այն։ Իմ խորհուրդը մենակ այն է, ովքեր որ գալու են ձեր ակադեմիա սովորել կամ մեր ակադեմիա սովորել կամ որևիցե միտեղ ձեռք բերեք սովորություն մասնագիտական ամբիցիաների ձևավորում։ Պետքա ստույգ իմանաք, ուր եք գնում, ով եք ուզում լինել, ինչ դիրքավորում եք ունենալու, ինչ պացիենտների եք ուզում սպասարկել, ինչ սպեկտրի գործունեություն եք ուզում ունենալ, որտեվ էսթետիկ բժշկությունը բավականին լայն սպեկտրի գիտելիքներ պետք է ունենա մասնագետ։ Այո, եւ համապատասխանեք, արդեն ձեզ կառուցեք որպես մասնագետ հենց ձեր պացիենտի համար, որ puzzle-ի նման ձեր ցանկացած ձեր պատկերացրած պացիենտը, հա, ինչի՞ չէ բժիշկներն են ընտրում պացիենտներին, հա, այսինքն մինչեւ քո սենյակ մտնել այդ պացիենտը քո social media-ով, կլինիկայի դիրքավորմամբ եւ այլն ընտրվել է արդեն, որ ինքը հավանել է, այսպես ասած, եւ ցկել է իրան եւ ինքը եկել է, հա, եւ քո ընտրածին դու պետքա puzzle
Excel-ի նման համապատասխանես, որպեսզի ստանաք արդյունք եւ կլինիկան եւ բժիշկը, հա, նույնիսկ եթե mass market ուղղությունն են ընտրել, դա նույնպես շատ կարևոր է հասկանալ պացիենտի զապրոսները։ Շնորհակալ եմ Աննա, շատ հետաքրքիր զրույց էր, շատ ոլորտների անդրադարձանք, հա, հուսամ լսարանի համար նույնպես հետաքրքիր կլինի։ Աննա ջան, ես էլ եմ շատ շնորհակալ, ողջունում եմ մեզ պատկաստի գաղափարը, վստահ եմ, որ ինքը շատ օգուտ է բերելու մեր բոլոր լսողներին։